Բարև ձեզ, մենք այսօր կխոսենք, թե ինչպես ենք ֆորմատավորում flash, USB flash կամ ցանկացած այլ USB սարքավորում։ Դրա համար նախ միացնում ենք USB flash-ը համակարգին կամ նոթբուքին USB պորտի միջոցով, այնուհետև համոզվելու համար որ մենք միացրել ենք flash կամ թե ոչ, մենք կարող ենք այդ process-ը նաև տեսնել, երբ որ համակարգին մենք միացնում ենք USB flash կամ ինքը մեզ ցույց է տալի ձայնի միջոցով ցույց է տալի, որ միացված է սարքավորում եւ ցույց է տալի այն տառային հաջորդականությունը, որը իմ համակարգի մեջ արտահայտվելու է, այսինքն հետևյալ հաջորդական տառի միջոցով։ Որպեսզի ավելի հստակ նայենք, սեղմում ենք աշխատանքային սեղանի ներքևի աջ անկյունում գտնվող տվյալ սլաքի վրա, բացվում է փոքրիկ պատուհան, որի վերևի ձախ անկյունում առկա է տվյալ սարքավորման, այսպես ասած, պիկտոգրամը, նկարը։ Երբ որ իր վրա մի հատ մկնիկի ձախ ստեղն ենք կատարում, մկնիկի ձախ ստեղնի սեղմում ենք կատարում, բացվում է հրամանային մենյու, որտեղ ցույց է տալի USB flash-ի անվանումը եւ ցույց է տալի հերթական այբենական կարգի տառային նշանակությունը։ Եթե ինչ-որ այլ USB flash բացի այս flash-ից նորից միացնենք, արդեն դերից հետո կլինի F, E եւ այդպես շարունակ։ Հիմա մտնում ենք իմ համակարգիչ թղթապանակի մեջ, սեղմում ենք երկու հատ քլիկ իմ համակարգիչ նկարի թղթապանակի վրա, բացված պատուհանից ընտրում ենք D դիսկը, որը իր ծավալը իր վրա ցույց է տալի 1.86 GB եւ 1.86 GB-ից ազատ է 1.69 GB, մնացած տարողությունը արդեն լցված է ինֆորմացիայով։ Որպեսզի նայենք տեսնենք ինչ ինֆորմացիա ինքը պարունակում, մկնիկի կուրսորը տեղադրում ենք տվյալ D դիսկի վրա, երբ որ պահում ենք իր վրա, ակտիվանում է տվյալ դաշտը։ Կատարում ենք երկու մկնիկի ձախ քլիկ, բացվում է պատուհան եւ մենք տեսնում ենք flash-ի պարունակությունը իր ինֆորմացիայով հանդերձ, որպեսզի տվյալ ֆայլը ամբողջությամբ ջնջենք flash տարողությունից, սեղմենք back կոճակով, այնուհետև տվյալ flash-ի վրա կատարում ենք մկնիկի աջ սեղմում, բացված հրամանային մենյուից ընտրում ենք ֆորմատировать հրամանը, այսինքն ֆորմատավորել flash-ը, մկնիկի ձախ ստեղնով սեղմում ենք ֆորմատավորել կոճակի վրա, բացվում է պատուհան, այսինքն բացվում է ֆորմատավորման համար նախատեսված պատուհան, որի առաջին կետով ցույց է տալի flash-ի ծավալը, թե տվյալ flash-ը ինչ ծավալի flash է, այսինքն 1 GB, 2 GB, 8 GB, 4 GB, այսինքն flash-ի ծավալն է ցույց տալի։ Երկրորդով ցույց է տալի, թե ինչ ինտերֆեյսով են անհրաժեշտ ֆորմատավորել։ Տվյալ մենյուն սլաքի օգնությամբ եթե բացում ենք, ստեղ կան մի քանի ֆորմատի տարբերակներ, կա ֆորմատ PAL-Machine, FAT32, XFAT։ Այսինքն, մեզ անհրաժեշտ է interface, որպեսզի ցանկացած համակարգիչ կամ որպեսզի իր ծավալի ինֆորմացիան ավելի մեծ լինի, դրա մեջ մենք չենք խորանա, թե ֆորմատների միջև ինչ տարբերություն կա, եթե ցանկանում եք ֆորմատների մասին ինֆորմացիա հավաքեք, կարող ինտերնետով տվյալ ֆորմատների հետ կապված ինֆորմացիան ստանաք։ Հաջորդից տալիս է թե տվյալ կլաստերի վրա ինչ արագությամբ ինքը պատտվի։
Կլաստերը ինչ է եւ այլն, դա ընդհանուր առմամբ առանձին թեմա է, ինքը դիսկային տարածք է, թե ոնց է աշխատում։ Winchester-ը, USB flash-ը եւ այլն։ Այդտեղից ընտրում ենք ստանդարտ ներառազմեր կլաստերը, ստանդարտ չափն ենք ընտրում, մետկա բաժնից, այսինքն մենք կարող ենք տվյալ ֆլեշկին բացի D անվանումից տանք այլ անվանում, օրինակ USB flash անվանումը եւ Bristol այդ չի սկա եւ սեղմում ենք OK։ Սեղմում ենք նայեց։ Սեղմեցինք ինքը մեզ տալիս է հաղորդագրություն զգուշացնելով անդերս, որ տվյալ ֆլեշկում կամ կուտակիչում առկա ինֆորմացիան ջնջվելու է։ Դուք համաձայն եք դրա հետ, ասում եք, սեղմում ենք OK, որ համաձայն եք։ Մի քանի րոպեի ընթացքում տվյալ ֆայլը ամբողջությամբ ֆլեշկան ջնջվելու է։ OK, սակրից ենք անում պատուանը, մեզ հետ պետք չէ եւ երկու կլիկ ենք անում այն ֆլեշկայի վրա, որը մենք արդեն ֆորմատավորում է դատարկ, որպեսզի ֆորմատավորումը կատարենք երկրորդ տարբերակով, ինքը երբ որ ֆորմատավորումը կատարենք, արդեն FAT տարբերակը կընդունի։ Դրա համար աշխատանքային սեղանից ինչ որ ինֆորմացիա ենք կոպի անում տվյալ ֆայլի ֆլեշկի վրա, կարևոր չէ ծավալը ինչ ծավալ կլինի, սեղմում ենք օրինակ սա, իր վրա սեղմում ենք աջ կլիկ, բացված հրամանային մենյուից ընտրում ենք կոպիրովից հրամանը, այնուհետև մտնում ենք ֆլեշի տարածք, ազատ դաշտում կատարում ենք աջ կլիկ, սեղմում ենք ստավից, ընտրում ենք ստավից հրամանը եւ սեղմում ենք մեկնիկի ցավ կոճակի ստավից հրամանը եւ տվյալ ֆայլը հայտնվում է տվյալ ֆլեշի դատարկ տարածքում։ Այնուհետև X-ով փակում ենք, որից հետո ստեղնաշարից սեղմում ենք դրոշակ R կոճակը, բացված VPL-ից պատուհան, գրում ենք CMD հրամանը եւ սեղմում OK։ Բացվում է պատուհան, որտեղ մենք բառային տեսքով գրում ենք ինչ գործողություններ ենք ցանկանում կատարել։ Այստեղ գրում ենք format, նշում ենք այն դիսկը, որը ցանկանում ենք ֆորմատավորել, երկու կլիկ my computer-ի վրա հավաստիանալու համար, թե որ դիսկը ենք ֆորմատավորելու, որ անզգուշորեն չֆորմատավորենք այն դիսկը, որը մեզ ավելի անհրաժեշտ է, այստեղից ընտրում ենք D-ն, ծալում ենք կամ X-ով փակում ենք, գրում ենք D, նշանակություն չունի փոքրատար թե մեծատար, ինքը միևնույն ընտրելու է դա եւ ստեղնաշարից սեղմած բաղում ենք Shift-ը եւ վերջակետ կոճակը եւ սեղմում Enter։ Սեղմում ենք մի հատ Enter, որպեսզի տվյալ process-ը սկսի աշխատել եւ ֆորմատավորումը կատարում է մի 20 րոպե, մոտավորապես այս պարագայում ֆորմատավորումը մի քիչ ավելի երկար է կատարվում, դրա համար էլ ես ֆայլը մի փոքր ծավալը քիչ վերցրեցի, որպեսզի մի փոքր քիչ սպասենք։ Մեզ այստեղ ցույց է տալի, որ ստուգել է ու գտել է, որ ֆլեշը 1.9 գիգաբայթ տարողություն ունի եւ ինքը ըստ տոկոսների ցույց է տալի, որ օրինակ 8% արդեն ֆորմատավորել է։ Մինչև այդպես շարունակ, մինչև 100% կֆորմատավորի։ Մի քիչ սպասենք, մինչև ֆորմատավորումը կկատարվի, եթե հարցեր կունենաք, հարցերը կգրեք կոմենտարիաների բաժնում, անհրաժեշտության դեպքում կպատասխանեմ, եթե հավելյալ
կուզենաք այլ դասեր ներկայացնեմ եւ այլ ինֆորմացիա ներկայացնեմ, գրեք կոմենտարիաներում, ես կպատասխանեմ եւ հույսով եմ, որ վիդեոյով կկիսվեք մյուս օգտատերերի հետ։ Ու հիմա մի քիչ սպասենք, որպեսզի 100% ծավալով ամբողջությամբ ֆորմատավորվի։
Եւ սեղմում ենք enter, մնացել enter, ստեղծում է ֆայլային տարածք եւ վերջ։ Եվ x-ով փակում ենք։ Հիմա մտնում ենք իմ համակարգիչը, հավաստի անալու համար, թե դատարկա, թե չի մտնում ենք flash USB դիսկը, երկու կլիկ, որ կամ վիճակում է գտնվում։ Flash-ը անջատելու համար սեղմում ենք slack-ի վրա, բացված պատուհանից ընտրում ենք flash դիսկի պիկտոգրամայի վրա մտնիկի ցախ ստեղծում ենք անգամ, բացված մենյուից ընտրում ենք տվյալ դիսկը իր անվանումով, երբ մտնիկի ցախ սեղմում տարելով իր վրա, flash-ը անջատվում է դուրս է գալիս։ Այսքանը հուսով եմ, որ